Պարոն Մելքոնյան, ընդհանուր առմամբ ինչ է կատարվում վերջին մի քանի օրերին Երևանում, մենք տեսնում ենք եզակի ակտիվություն, 50 երկրների ներկայացուցիչներ են Երևանում, ամենատարբեր գագաթնաժողովներ, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, քաղաքական համայնքի գագաթնաժողով, եվրոպական եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ ինչ է կատարվում, ինչ է սա տալու Հայաստանին, սա պարզապես հյուրընկալում է գագաթնաժողովների, թե այստեղից Հայաստանը կունենա որոշակի դրական արդյունքներ, օգտակար գործողության գործակից, այսպես ասեմ, եւ քանի որ ամենաշատ շահարկումները նրա մասին են, որ սա պաշտոնական Երևանին եւ Հայաստանին ոչ մի բան չի տալու, պարզապես այստեղ Երևանը հարթակ է դառնալու, որպեսզի այստեղից հնչեն հակառուսական հայտարարություններ, հիմա ինչ կապ ունի այս միջոցառումը հակառուսականության հետ եւ ինչ է տալու այն Հայաստանին։ Ուրեմն ասեմ, հիմնականում, ասենք, Հայաստան պետությունը ոչ ոք չի ճանաչել, ոչ թե ոչ ոք, այլ ասենք աշխարհի մոտավորապես 70-80%-ը չեն ճանաչել, նամանավանդ ասենք սովետական միության ժամանակ բոլորը ճանաչել են Մոսկվա, ասենք Հայաստանին, Ուզբեկստանին, բոլորը համարել են որպես ռուսներ։ Հիմա էլ ասենք Ամերիկայում այնտեղ որ արտագաղթել են թե Հայաստանից, թե այդ 15 հանրապետություններից կարելի ասել ոչ եվրոպական մասից, այդ գաղթածներին ասում են ռուսներ։ Ասենք մենք էլ ենք իրանց համար ռուս, ուզբեկն էլ է ռուս, մնացածն էլ են ռուս։ Բայց ասենք այս արդեն բանից հետո, հեղափոխությունից հետո, արդեն որոշ մասներ արդեն հասկանում են, որ Հայաստանը հիմնականում այս պատերազմների ժամանակ, որ լուսաբանվում էր, ասենք պատերազմներ, ասենք համաձայնագրեր են կնքվել, այս ամեն ինչը արդեն ընկալում էին, որ ինչ որ Հայաստան աշխարհ կա, Հայաստան պետություն կա։ Այն էլ ոչ անկախ պետություն Հայաստան էլ, որը նորից Ռուսաստանի վասալն էր, բայց այս վերջի 8 տարիներին արդեն մենք նաև արդեն իմացան, որ կա Հայաստան պետություն կա Հայաստան, ու հատկապես այս վերջերում ես, որ այս գագաթնաժողովները իրար հետևից եղան, արդեն ամբողջ կարելի ասել աշխարհը ճանաչեց Հայաստանին։ Հիմնականում այս գագաթնաժողովի մեխը նաև այն էր, որ մենք անընդհատ անվտանգության մասին ենք խոսում, ասում ենք անվտանգություն, նաև այս գագաթնաժողովները ամրապնդեցին մեր երկրի անվտանգությունը։ Ինչպես, ինչով։ Իրենց այստեղ այցելելով, մեր երկրի հետ ծանոթանալով, մեր երկիրը տեսնելով, իրանք երբ որ իրենց հարցեր էին տալիս, երևում էր, որ իրանք սիրահարվեցին Հայաստանի վրա։ Եվ այս մեծ նշանակություն ունի մեր երկրի համար, որ արդեն աշխարհը ճանաչեց Հայաստան եւ մարդիկ ու հիմնական, ասենք, բարձրաստիճան հյուրերը, որ եկել են, վարչապետներ, նախագահներ, տեսնում են մեր ժողովրդին, մեր ժողովրդի հյուրասիրությունը, մեր ժողովրդի հետ մոտեցումը, հատկապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի քշերները, որ այցելում էր ժողովրդին, նստում էր ժողովրդի հետ, շփումը, ինչքան ջերմորեր են, ինչքան լավ են զգում մեզի, որ մարդիկ գալիս են մեր երկիր ու մեր երկրի համար մասին լավ բաներ են խոսում։ Ու այդ ամբողջ աշխարհից քանի լրագրող կար այստեղ, մոտ 100-ից ավել լրագրողներ կային, չէ՞։ Ու բոլորը աշխարհին պատմում էին, թե այս ինչ քարտեզի վրա այստեղ կա մի երկիր Հայաստան, որը հյուրասեր է, որը ժողովրդավար է, ամենակարևոր նաև նշում էին, որ ժողովրդավարությունը կարելի ասել Հայաստանում արդեն հաղթանակել է։ Ու խաղաղության հետ կապնված մարդիկ արդեն այնտեղ կոչ եղավ, որ ներդրումներ արվի, բան արվի, նաև մարդիկ իրենց աչքով տեսան, որ մեր երկրում խաղաղություն է տիրում, որ չկա պատերազմ, չկա վտանգ, ու որ մարդիկ կարող են գալ այստեղ ներդրումներ անեն, շատ ոլորտներ կա, որ ասենք ներդրման կարիք է զգում, որ արդեն այդ մարդիկ կցանկանան, որ կան ներդրումներ անեն, ու այս իր
խոսքը ասելու է այս գագաթաժողովը։ Էսի վերջ չավարտվեց ամեն ինչը։ Հիմա ամեն ինչը նոր է սկսում։ Եվրոպայի հետ, թե ասենք մյուս երկրների հետ, որոնց ղեկավարները գտնվում էին Հայաստանում, օրինակ ասենք Կանադայի վարչապետը, որ գտնվում էր այստեղ, հիացմունքով էր խոսում մեր մասին, ու դա քիչ չէ։ Պարոն Մելքոնյան, քանի որ շատ ռազմավարական փաստաթղթեր են կնքվում տարբեր Եվրամիության անդամ երկրների հետ, այստեղ էլ կհիշեք նույն Լուկաշենկոն 1 տարի առաջ ասում էր ում է պետք Հայաստանը, ուր պիտի գնա, բայց մենք այստեղից տեսանք հայտարարություններ, օրինակ ֆոն դեր Լեյնը հայտարարում է, որ Հայաստանը երբեք Եվրամիությանը այսքան մոտ չի եղել ինչպես հիմա, եւ նաեւ հայտարարություններ եղան հետաքրքիր աշխարհագրության վերաբերյալ, որովհետեւ Հայաստանը միշտ ներկայացվել է որպես բարդ աշխարհագրություն ունեցող երկիր, հիմա Հայաստանը կարծես թե այդ իմաստով էլ այլ կերպ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ մենք այլ հայտարարություններ լսեցինք, թե ինչքան նպաստավոր դիրք ունի Հայաստանը որպես խաչմերուկ։ Ինչ նպատակ ունեին նաև այս հայտարարությունները։ Սկսենք Լուկաշենկոից։ Լուկաշենկո տարիներ առաջ, եթե հիշում եք, ինքը նույնիսկ չէր համարում Հայաստանը պետություն։ Ու երբ որ խոսք էր գնում, ասում էր հայերը ուր պետք է գնան, ուր պետք է փախչեն մեր ցերից։ Այսինքն Իրանը ինչ հուշել էին, ինքը դա Իրանել էր մտցնում մեջ, ասում էր մեր ցերից ուր պետք է փախնի։ Այնինչ փախնում մենք ոչ թե փախնում ենք, մենք ուզում ենք անկախ պետություն, որ մենք անկախ ապրենք, ոչ ոքից կախված չլինենք, մեր փոխարեն ուրիշները չպետք է գնան բանակցություններ վարեն, այլ մենք ինքներս պետք է բանակցություն վարենք ցանկացած պետության հետ իշահ մեր երկրի, բայց միջև այդ մենք ոչ մի շահ չենք ունեցել։ Մենք ընդհակառակը գերադասել ենք ուրիշի շահը, ու ուրիշի փոխարեն մտածել ենք իր շահի մասին, ասենք, օրինակ, եթե մենք այս քայլն անենք, ռուսները ինչ կմտածեն մեր մասին, ինչ կանսեն մեզ։ Հիմա չկա այդ մտավախությունը, ինչ որ քայլ անելուց առաջ։ Հիմի չէ, չկա։ Վերջի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ, երբ որ տեղի ունեցավ մեր վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ, մենք արդեն հասկացանք, որ մենք անկախ պետություն ենք։ Մենք ենք մեր հարցերը լուծում, մենք ենք որոշումներ կայացնում, անկախ նրանից թե ինչքան մեզ կվախեցնեն, ինչ ստորություններ կլինի մեր հանդեպ, նույնիսկ ուրիշներին, այդ Լուկաշենկոներին, որ բզում են, իրանք սկսում են խոսալ։ Նույնիսկ այդ մտավախությունը մենք չունենք։ Բայց այս գագաթնաժողովն էլ է որոշակի ջղաձգել Ռուսաստանին։ Երեք տեսանք Մարգարիտա Սիմոնյանը ասաց, որ սա շատ անշնորհ քայլ է Հայաստանի կողմից, որին մենք բազմաթիվ անգամներ փրկել ենք, բայց ասաց հիմա պիտի մտածենք, թե ինչպես ենք վարվելու կամ ինչպես ենք պաշտպանելու այնտեղ ապրող մեր քաղաքացիների ռուսների իրավունքները։ Նախ սա ինչպես հասկանալ, եւ այսօր նաեւ Մեդվեդևն է արձագանքել, կարելի ասել ուղիղ տեքստով վիրավորել թե Վլադիմիր Զելենսկուն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրանց անվանելով ռուսաֆոբներ, ավելի վատ որակումներ տալով, ինչու՞մն է խնդիրը, ինչու այս գագաթնաժողովը այդքան գրգռել է Ռուսաստանին եւ ինչու են սա փորձում դիրքավորել որպես հակառուսական ինչ-որ միջոցառում կամ գագաթնաժողով։ Նախ առաջինը Ռուսաստանը համարում է ամբողջ Եվրոպային իրան թշնամի։ Երբ որ մենք ուզում ենք որպես անկախ պետություն Եվրոպայի հետ բարեկամություն անենք, դա իրանց վիրավորում է, իրանք մեզ ասում են, չէ որ նրանք մեր թշնամիներն են, այսինքն եթե ձեր թշնամիներն են, ուրեմն մենք չենք կարող այդ մարդկանց հետ բարեկամություն անենք, կամ մենք ձեր հետ պայմանավորվել ենք, որ մեկի հետ եթե դու թշնամի եք, մենք էլ պետք է թշնամի լինենք։ Այդպես հարյուրավոր տարիներ դուք մեզ Թուրքիայի հետ սարքեցիք թշնամի, ու մենք ինչ արեցինք, բացի տարածքներ կորցնելուց, ոչ մի օգուտ չի ստացել մեր պետությունը։ Եղել ենք ձեր ծայրագավառը, դուք էլ մեզ օգտագործել եք, բոլոր տեղերում օգտագործել եք ձեր շահի համար։ Իսկ Հայաստանի շահը, նույնիսկ Հայաստանի ղեկավարները չեն գերագնահատել, իրանք էլ նույն բանն են արել, որ եթե շահին հակառակ չպետք է գնանք Ռուսաստանի, որտեղ
Ռուսաստանն է մեր papan։ Հիմա այդ papaությունը արդեն բրցնում է։ Դրա համար Մեդվեդևի ամբողջ մարմնով մեկ դողան գնում։ Ինքը այդ դողից հետո գնում լավ խմում է, հետո նորից սկսում է անկապ խոսալ, հետո նորից այդ երբ որ արդեն ազդեցությունը թողնում է, նորից գնում է խմելու այդ մարդը։ Այդ մարդը իր երկրի շատ լավ հասկանում։ Բայց ինքը մտածում է, որ ես մեր երկիրը առաջվանն է, նորից պետք է Ռուսաստանի շահով մենք շարժվենք, որ ասենք ամբողջ աշխարհի պետությունների թշնամի դառնանք, որոնց հետ իրենք թշնամի են։ Բա սպառնալիքներ է, պարոն Մերկոյան։ Սպառնալիքներ իրանք հզոր երկիր են, մեծ երկիր են, սպառնում են։ Այդ երբ չեն սպառնացել։ Անընդհատ իրանք սպառնացել են մեզի, վախեցել են մեզի։ Հիմի գազի ասենք գների որոշակի թանկացում կա եղու գազի։ Հիմի խոմ մենք չվերացանք, ամեն ինչն մեր համար է, անկախ պետություն ենք, ամեն ինչն պետք է դիմանանք։ Դրա համար մենք արդեն այդ եղու գազը ոչ թե մենակ պետք է Ռուսաստանից հույսը տնենք բերենք, այլ արաբական երկրներից բոլորն էլ գազ են ծախում եւ մենք այդ գազը կարանք արաբական երկրներից բերենք։ Չէ, ընդհանուր ռազմական սպառնալիքի մասին եմ խոսում։ Ռազմական սպառնալիքի մասին է խոսում, որովհետեւ այստեղ խնդիրներ կա, որ ասենք իրենց բազան գտնվում է այստեղ, իրանք դրանով են մեզ վախեցնում։ Նաեւ Իսկ դա նաեւ հիմք չէ, որ վերանայեք արդյոք այդ բազան հետագայում անելիք ունի թե չէ։ Ուրեմն ամեն ինչն էլ կվերանայվի, ամեն ինչն էլ նորից այդ համաձայնագրերն էլ կվերանայվի, ամեն ինչն էլ կվերանայվի։ Եթե իրենք չեն ուզում մեր այդ առևտուրանեն, թող չանեն։ Չեն ուզում մեր երեսը տենան, թող չտենան։ Եսի մեզի ոչ մի բան չի անում։ Թող չվախեցնեն մեզի։ Մենք շուտ բանից արդեն վախեցած ենք անցել այդ վախեցած ժամանակները։ Թող իրանք մտածեն իրանց մասին, որ հայրենական մեծ պատերազմը քանի տարի տևեց, 4 տարի տևեց, 4-ից քիչ մի քիչ։ Իսկ արդեն 5-րդ տարին է իրանք 4 տարի կռվում են Ուկրաինայի դեմ, չեն կարող Ուկրաինան գրավեն։ Այն ժամանակ հայրենական պատերազմի ժամանակ ով էր կռվում։ Այն մնացած ազգերն էին կռվում։ Էլի նորից հիմի էլ որ իրանք կռվում են Ուկրաինայի դեմ, էլի այլ ազգերն են կռվում։ Էլի այլ ազգերն են այնտեղ մսաղած մտնում։ Իսկ իրանց ազգը գտնվում է Եվրոպաներում։ Համասում են եվրոպացիները մեր թշնամին են, Եվրոպան մեր թշնամին է, բայց իրանց բոլոր օլիգարխներն ու հարուստները իրանց փողերը պահում են Եվրոպայում, իրանց երեխաները սովորում են Եվրոպայում, իրանց ունեցվածքը գտնվում է Եվրոպայում, իրանց դղյակները կառուցվում է Եվրոպայում։ Ես այդ չեմ հասկանում, որ Եվրոպան իրանց թշնամին է, բայց իրանք հույսը լրիվ դրել են Եվրոպայի վրա։ Սա տարօրինակ մոտեցում է, պարոն Մելքոնյան, մեզ մոտ էլ կան քաղաքական գործիչներ, որոնք Հայաստանի ապագան տեսնում են միայն ռուսական ծիրում, բայց իրենց երեխաները, իրենց թոռները, օրինակ, արևմուտքի հետ կապեր ունեն, առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի են, ինչպես հասկանալ նաև սա։ Դե օրինակ ասենք նախկին նախագահ Քոչարյանի, ասենք երեխեքը ծնվում են Ամերիկայում։ Ինքը չի վստահում այս երկրին, հասկանում եք։ Այս մեր երկրին ինքը նախագահ լինելով չի վստահում։ Ոնց որ ռուսները չեն վստահում իրանց երկրին։ Գնում են Եվրոպա, փողերը Եվրոպա, ուսումը Եվրոպա, տները Եվրոպա։ Նույնը ասենք Քոչարյանն էլ է այդ բանի ընտանիքից։ Ինքն էլ է, որպեսզի իր երեխեքը թոռները ապահով լինեն, ինքը գերադասել է Ամերիկա։ Ու նաև կեսնել երևի Ռուսաստան։ Ու մեր մոտ էլ կան օլիգարխներ, որոնք ասենք չեն հավատում մեր երկրի ապագային, իրանք իրենց ունեցվածքը տեղափոխել են Ռուսաստան։ Հիմի արդեն տեսան, որ Ռուսաստանն էլ այնքան ապահով չի, իրանք արդեն կամացից գնում են Ամերիկա, կամացից գնում են Եվրոպա։ Այս այն մարդիկ են, որոնք հայրենիք չունեն։ Եթե մեկը ունի հայրենիք, ինքը իր կյանքն էլ զոհելու հայրենիքի համար, բոլորն էլ ինչ
իր հայրենիքի շահն է, իր առաջնայինը։ Իսկ այդ մարդկանց օրոց թվում է, ասենք Սամվել Կարապետյանը երբեք Ռուսաստանի շահը չի թողնի, կա Հայաստանի շահը պահի, Ինչի։ որովհետև իր ամենի ունեցվածքն այնտեղ է ունեցվածքը։ Ու այնտեղին է հավատում, այնտեղի ասածներով է շարժվում ինքը, այնտեղից ինչ թելադրում են, ինքը կատարում է այստեղ։ Բայց ասում եմ, որ գալու է, փրկելու է, ծաղկեցնելու է երկիրը։ Մեր երկիրը Օրերս լորին էր փրկում, կներեք։ Մեր երկիրը փրկելու կարիք չկա։ Մեր երկիրը փրկված է։ Դրա վառապացույցը այս ամբողջ Եվրոպա այդ գագաթաժողովը, 8-րդ գագաթաժողովը ապացուցեց, որ մեր երկիրը համամտանգ է, համել փրկելու խնդիր չունենք մենք։ Մենք արդեն մեր թոշակներն ենք բարձրանում, դպրոցներն է սարքվում, մանկապարտեզներ է սարքվում, ամեն ինչը ասենց երթով գալիս է։ Այդ թրիպ ուղին որ կա, դա մեր երկիրը ծաղկեցնելու է։ Խաղաղությունը արդեն կայացած կարելի ասել, եթե մեր երկիրը այդքան խաղաղ չլներ, այսքան արտասահմանից մարդիկ չեն գա։ Պարոն Մելքոնյան, բայց թե TRIP ծրագրի կյանքի կոչվել է, թե խաղաղության շարունակականությունը արդյոք կապ չունի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների հետ, որովհետև նույն ուժեր կան, որ պարզ հայտարարում են գալու են, վերանայելու են, նույն ուժեղ Հայաստանը, տարբեր ուժեր, այսինքն իրենք հաստ չեն այդ պայմանագրերի հետ, ինչ որ ձևով գալու են դրանք փոխեն, վերանայեն, ինչը անուղղակի կերպով նշանակում է չեղարկել։ Ուրեմն այդ ուժերը, որոնք կան, դրանք ռուսամետ ուժեր են, բոլորը ռուսամետ ուժեր են, էլի Ռուսաստանի շահ համար այստեղ կռիվ են տալիս, որ մենք անգարցակի լիովին անկախ դառնանք, այլ դառնանք Ռուսաստանի ծայրագավառ, այստեղ Ռուսաստանի ծայրագավառի ու Հայաստանի անկախության մեջ է, այս ընտրությունը, որ լինելու է, հունիսի 7-ի ընտրությունը Հայաստանի անկախության և ռուսամետների Ռուսաստանի շահի կռիվն է, որ Ռուսաստանի լծի տակ պետք է մնանք, կամ պետք է մենք դառնանք անկախ պետություն։ Հիմի բոլորն էլ իրանք ասում են, որ մենք միավորվելու ենք ձեր դեմ։ Գյումրի 2 օպերացիան ենք անելու։ Մենք այդ իրանք ասում են բացի, մենք էլի չենք ուզում հասկանանք։ Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Մեր ժողովուրդը արդեն ամեն մեկը իր մեջ որոշել է, թե ումը պետք է իրեն առաջնորդ դարձնի։ Էնպես որ իրանք այս ուժերը որ կա, այս 3 ուժն էլ որ կա, ռուսամետ ուժեր են։ Պարոն Մելքոնյան, բայց միայն ժողովրդի ձայնի վրա կամ ժողովրդի խոհեմության վրա հենվելը արդյոք սխալ չի։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, արդյոք հիմքեր չկային բավարար, որպեսզի որոշ ուժեր առնվազն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեր, վերջին օրերին մենք տեսնում ենք հակակոռուպցիոնի բացահայտումները խայտառակ ընտրակաշարք բաժանելու հետ կապված։ Արդյոք նաև որպես պետություն եւ իշխանություն դուք այստեղ անելիք չունեք ժողովրդավարությունը պաշտպանելու տեսանկյունից, եթե հայտարարում եք, որ այս ուժերը գալու են տապալեն ժողովրդավարությունը, գալու են բերեն պատերազմ, արդյոք սա նաև ինչ որ իմաստով ցուցիչներ չեն, որ դուք որպես իշխանություն անելիք ունեք եւ պիտի առնվազն նման ուժերը հնարավորություն չունենան նաև մասնակցելու ընտրություններին։ Ամեն ինչ արվում է, այդ որ ասում եք գաղտնալսումներ եղել են, դրանք ուր են իմի, ում որ լսել են կալանավորված են։ Այդ մարդիկ կալանավորված են։ Եթե կալանավորված չլինեին, արդեն կասեին իշխանությունները ոչ մի բան չեն անում, դեմը չեն առնում, ովքեր այդ բան արել են, կալանավորված են իրանք, հետո մեր սահմանադրությամբ մենք օրենքով շարժվում ենք։ Եթե ինչ-որ բան լիներ, որ ասենք հակասահմանադրական, այդ խնդիրներն էլ առաջ կքաշվեր, կլուծվեր այդ խնդիրները։ Բայց հիմա մենք չենք ուզում, որ օրենք խախտվի, սահմանադրություն խախտվի, օրինական դաշտով պետք է մենք առաջ գնանք։
Եվ շատ է խոսվում նաև այդ պատերազմ խաղաղություն խոսույթի մասին, պարոն Մելքոնյան, սա վախեցնելու միտում ունի, սա շանտաժի միտում ունի, սա մանիպուլյացիա է, թե իսկապես պատերազմի ռիսկը այդպես արկախված է, ընդ որում ձեր ուժից հայտարարում են, որ կա պատերազմի եռագլուխ կուսակցություն, հակառակ Բևեռից օրինակ նույն Սամվել Կարապետյանն էլ ասում է, որ եթե իշխանության գաք, դուք եք պատերազմ բերելու, առնվազն Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ, ինչպես հասկանալ սա։ Տեսնում եք, էլի Ռուսաստանի մասին է, չէ՞ շոշափում։ Այդ մարդը ռուսական շահն է այդ ապնում, ասենք ինքը չի ասում, որ մենք անկախ երկիր կունենանք, անկախ երկիր։ Պատերազմի բանը նոր մենք որ խոսում էինք, եթե ընդդիմությունը դառնա իշխանություն, ուզած չուզած իրանք գնում են Ռուսաստանի գիրկը, Հայաստանում դառնում է ծայրագավառ, նորից իրանք լարելու են Ռուսաստանը լարելու է պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Խոսքը դրանում է։ Այն մարդիկ չեն ուզում, որ այս ռեգիոնը հանգիստ մնա։ Դրա համար իրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այստեղ պատերազմը շարունակվի։ Տես Քոչարյանն ասում էր 29843 կիլոմետրը քիչ է, էդի մենք պետք է ընդլայնվենք։ Որտեղ ընդլայնվում։ Որտեղ պետք է ընդլայնվի, որ պատերազմ չլինի։ Թե ինքը գնալու է Իրանից վախենան, տարածքները տան ելնեն գնան, հա։ Պետք է պատերազմով, չէ՞ ինչ որ բան արի։ Չեղա պատերազմ։ Իսկ մենք արդեն բոլոր խնդիրները համարյա մեր հարևան երկրների հետ լուծել ենք, Եվրոպայի հետ լուծել ենք, Ամերիկայի հետ լուծել ենք, Ռուսաստանի հետ լուծել ենք, բոլոր խնդիրները լուծված է։ Մենք տնտեսությամբ կապված ենք Ռուսաստանից, ասում ենք ախր արեք առևտուր անենք, բարեկամություն անենք, դու ինչ ես ուզում, առանց այդ էլ Քոչարյանը ինչ կար Հայաստանում, ինչ կար, լրիվ ծվեց Ռուսաստանին, հայերից վրեժ լուծեց, հայաստանցիներից վրեժ լուծեց, հայ ժողովրդից վրեժ լուծեց, ինչ ունեինք տվեց լրիվ Ռուսաստանին։ Հիմա հավակնում է վերադառնալ։ Ինքը չի կարա վերադառնա, իսեր ասում։ Այն ժամանակ, որ ինքը նախագահը դարձե, մենք խում գիտենք, որ ինքը 15%-ից ավել ցեն չի ունեցել։ Երկու անգամ նախագահը դարձե, երկու անգամ էլ 15%-ից ավել ցեն չի ունեցել։ 14-15։ Հիմա ինքը ոնց կարա բան անի, չի կարա։ Ժողովուրդը Իրանից ուղղակի զզվում է։ Զզվում է, հələ կնա ժողովրդի մեջ խոսա, տես ինչ են խոսում ժողովուրդը, ինչ ասում ժողովուրդը։ Էմենից որ հետ դարձի ճանապարհ չունի։ Իսկ մնացածը, որ ասում ես պատերազմ խաղաղություն, հիմի հələ մենք հələ եվրոպացիներ չեն գնաց այստեղից։ Այսքան պետություններ եկան այստեղ գագաթաժողովին մասնակցեցին եւ բոլորը խոսում են նույն բանը, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, մենք անկախ երկիր է ու ողջունում են Հայաստանին։ Եվ արդյոք քանի որ ամսի 8-ից նախընտրական քարոզարշավն է սկսում, պարոն Մելքոնյան, ինչու է հատկապես այդքան կարևոր այս տարվա ընտրությունները, վերջին շրջանում շատ ենք լսում հայտարարություններ, որ սրանք պատմական են, պատմաքաղաքական են, ինչու է հատկապես այդքան կարևոր այս ընտրությունները եւ ինչու պիտի քաղաքացին ընտրի ձեր ուժին։ Մեր ուժին ընտրելու է, որպեսզի երկրում լինի խաղաղություն, երկրում ժողովուրդը ունենա իշխանություն, որ այդ երկրի տերը դառնա ժողովուրդ։ Էսա մեր ուզածը, մեր ցանկացածն էսա։ Ու մեր կիսատ գործը, որ սկսել ենք, այդ մեկ էլ այդ գործը ավարտին հասցնենք։ Խաղաղությունը նկատի ունեք։ Խաղաղությունը, որ լիարժեք խաղաղություն լինի ու սահմանները բացվեն մեր բոլոր երկրների համար, ճանապարհները բացվեն ու մենք կարողանանք լիարժեք այս երկրում ապրենք ու ցանկացած այդ առևտուր անենք, ոչ թե մի օր լարսը փագեն, մի օր գազի տրուբեն փագեն, մի օր էս փագեն, որ այդ մի օրը չլինի, այլ ժողովուրդը ապրի ազատ, խաղաղ, Եվրոպան էլ արդեն այս վիզաները հեսա որ բացեցին, արդեն կարան ազատ Եվրոպա էլ գնան, այլ խնդիր չունենան։